Մարդը սեփական փորձով էր կիսվում, մի բան արեք։ Տխմարը դու ես, այդ չինական։ Նա հանգստացի։ Լսի, վերջացրեցիր։ Հանգստացի, աղջիկ ջան։ Անդաստիրակ երևույթ ես, էլի։ Խնդրեմ պարոն Ռուստեմյան։ Լավ ձայնդ։ Խնդրեմ պարոն Ռուստեմյան։ Ամեն մեկին բերում թե շպրտում են։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես անպատվում էր կին պատգամավոր Աննա Մկրտչյանին։ Թիմակիցները միացել էին խրախճանքին։ Այստեղ իշխանության հրամանով քաշքշում ու վնասում են ընդդիմադիր կանանց, որևէ մեկը չի պատժվում, որևէ ՔՊԱ-կան չի դատապարտում։ Տոշնի։ Սեքսիզմից բողոքող այս իշխանության ապոլոնը Անդրանիկ Քոչարյանն է։ Բայց օրը չհարամի չի կարա։ Չէ, մենակ դու դիլեր բանանես։ Տիկինը հանդիսացել է մեր երկրի ինչ-որ պահի արտադրության նախարարը։ Ինքը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի եւ մյուսների անունները եւ այն մարդկանց անունները, որոնք ըստ էության թաքցրել են կամ չեն հայտարարել ունեցվածք։ Թե ինչու էր Սույն անձը որոշել, որ կնոջը կարելի է վիրավորել հորը անհայտ անվանելով, թիմակիցներն այսպիսի արդարացումներ էին գտնում։ Պարոն Քոչարյանը այո նշել է, որ ինքը բոլորովին այլ բան է նկատի ունեցել։ Ձևակերպումը մի փոքր այնպես չի հնչել, որպեսզի մենք միանշանակ հասկանանք արդյոք այդտեղ վիրավորանքի տար կար թե ոչ։ Ինչի համար։ Նախ ասեմ, պարոն Քոչարյանը ասում տղամարդ է, եթե կարիք զգա ներողություն խնդրելու, ես չէ որ պետք է նրան դա ասեմ, սա հստակ ֆիքսենք, անցնենք առաջ։ Եթե գտնի ներողություն խնդրելու, պարոն Քոչարյանը այնպիսի անձնավորություն է, որ հանգիստ նույնիսկ կասի։ Եթե գտնի, որ դրա կարիքը կա։ Ես ասում եմ, որ այս աղմուկը բարձրացել է հենց նրա համար, որ հասարակությունը երկակի ստանդարտներով ապրում։ Նույն պայմաններում վիրավորում են տղամարդուն, ոչ ոք ձեզանից չի պաշտպանում այդ տղամարդուն, ինչի։ Անհայտ նշանակում է հասարակությանը ոչ հայտնի։ Եթե հիմա պարզում է երեք ամբողջ Facebook-ը փնտրում էր եւ ոնց որ թե հայտնաբերեց անհայտը արդեն հայտնի չի, հայտնի է։ Գնացեք, կարող է իրենք սխալվում են, չգիտեմ։ Բայց ես օրինակ կարդացի առավոտ ԿՏԵՄ-ը դրել էր Արփին Հովհաննիսյանի ուրեմն նախընտրական երևի բանը, այնտեղ պապու մասին խոսում էր, հայրիկի մասին ոչ մի խոսքեր չեմ ուզում այդտեղ մտնել։ Որպես տղամարդ կնոջը արված հայտարարություն։ Ճիշտ եք համարում թե ոչ, եւ պատրաստում եք ներողություն խնդրել։ Ոչ, ներողություն չեմ պատրաստվում։ Ներողություն այս պաշտոնյան չխնդրեց նաև, երբ կարճեց լրագրող Սյուզի Բադոյանի բառի բուն իմաստով մազերից։ Դու գնա Վարսավերանից։ Որտեղից գիտեք։ Այ ղուրբան լինես իմ զավակին դու։ Ինչի։ Այդտենց։ Որ 6 անգամ կարկետում աստացել։ Որմ, ինչի մասին ասում ղուրբան լինես իմ երկու զավակ։ Ես ղուրբանը բլեմ իմ զավակին, դու ղուրբանը բոլորի զավակներին, որ ձեր համար հող են պահել։ Վարսավերանոց։ Քանի որ մնաց անպատիժ ու ՔՊ-ի քաղաքական տանիքի տակ, կանանց թիրախավորող այս երևույթը հատեց բոլոր կարմիր գծերը։ Մաքրեք ձեր շրթունքները։ Շատ լավ։ Ոչ մի բան, ասեք։ Այսինքն էս ինչ բուլինգ եք ձեր կարծիքով, բուլինգի եք ենթարկում լրագրողներին, Լրագրող չէ, Տիկին Ջեբեջյանին։ Ձեր պահվածքը լրագրողի հետ չեք կարծում որ պիտի ներողություն։ Ոչ թե ես ասել եմ Ոչ տղամարդկային է ձեր պահվածքը։ Ոչ մարդկային, ոչ պաշտոնյայի։ Իմ հաղորդումից կապ ունի թիրախավորը։ Գնացեք ձեր հաղորդումները եւ Ձեր աղջիկ եթե լրագրող լիներ, իրեն այսպես պահեր պաշտոնյան ինչ կասեր։ Աղջիկը երբեք այն պահվածքը չեր ունեն, ինչ որ դուք եք ունեցել։ Ձեր պահվածքը անթույլատրելի է։ Անդրանիկ Քոչարյանի այս անթույլատրելի վարքին գնահատական տալու համար կազմակերպեցին ակցիաներ։ Ձեր համար չեն բերել։ Խոսքի ազատությունը Հայաստան։ Կազմակերպեց ստորագրահավաք, էթիկայի հանձնաժողովում քննելու նախագիծ, բայց կնատյացության դեմ ֆիկտիվ պայքարողների քվեարկությունն այսպիսին էր։ Քվեարկություն։ Ապրես Արշակյան։
Կողմ 28 դեմ 47 ձեռնպահ 1 որոշումը չի ընդունվել։ Պարզվեց Անդրանիկ Քոչարյանը մեղք չունի, նա պարզապես էմոցիոնալ տղամարդ է։ Պարոն Քոչյանը իհարկե էմոցիոնալ տղամարդ է եւ կարծում իր հետ ուրեմն համագործակցող լրագրողները դա նկատած կլինեն, բայց չեմ կարծում, որ պարոն Քոչյանը ուզել է հատուկ վիրավորել։ Կնատյաց падգամավորին լրագրողները պատժեցին ամոթանքի լվացքով։ Մի հատ թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որ հասկանան, ուրեմն 4 հատ տուն իրան որտեղից։ Իր սեքսիզմի դրսևորումներով ԿՊ-ի արտիվներից է Արթուր Հովհաննիսյանը։ Վայ դե կինա իրան, դե կինա թող իրան կնոջպես պահի, թե չէ այդ թեստն էլ կասկածի տակ դնեմ արդեն իր սեռային պատկանելիության։ Շնորհակալություն հաջող։ Որ մեկը ամբիոնի մոտ կանգնեց ու ասաց. «Ամոթ, սեռով պայմանավորված կնոջ թիրախավորումն անթույլատրելի է»։ Երկուսն էլ կորցրել են չափի սահմանը, այստեղ հավասար նժարներ են, այստեղ չկա շատ ու քիչ։ Մեկը ասել է, մյուսը պատասխանել է։ Ես կարծում եմ համարժեք է, դա այդ իսկ պատճառով զերծ կմնամ որևէ գնահատական տալուց։ Սեռական բնույթի վիրավորանք հասցվեց նաև կին падգամավորի, իմ գործընկեր կին падգամավորի։ Հետո նորից ինձ վիրավորանք։ Այդ նույն խոսակցության մեջ։ Այս դրվագի հերոսը Ալեն Սիմոնյանն էր, որը թիրախավորել էր Անի Սամսոնյանին։ Տիկին Սամսոնյան, ես ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում, ասեմ, որտեղ անընդհատ իմ մոտ տպավորություն է, որ ձեր մոտ ինչ-որ մանյակալ բան է, բայց ես ձեզ չեմ պատասխան, ես պատասխանելու եմ ձեր փեշի ետևում պահկված Էդմոն Մարուքյանին։ Ոչ մի սիրողքին այդքանը չի կարող հանդուրժել։ ԿՊԱ-ականները լսեցին ու հանդուրժեցին, թե ինչպես է Լիլիթ Ղազարյանը ծեծվել ու բռնության ենթարկվել ամուսնու կողմից։ Շատ ուժեղ հարվածներ են եղել, առաջին հոգուս, հետո նոր մնացած։ Հարվածողը ընդդիմադիր չէր, որ ԿՊԱ-ականները ոտքի կանգնեին ու կնոջ իրավունք պաշտպանեին։ Դուք խփել եք իրեն։ Ոչ։ Բայց այդ կապտուկները նրա դեմքին։ Երբ չեմ ուզում որևէ բան մեկնաբանել։ Մի րոպե ազգային ժողովի падգամավորը իրավունք չունի։ Այս դրվագում բռնություն են կիրառում կին падգամավորների Նաիրա Զորաբյանի ու Իվետա Տոնոյանի նկատմամբ։ Արձանագրում են падգամավորի հանդեպ բռնի ուժ է կիրառվում։ Մի րոպե։ Падգամավորների հանդեպ խնդրեմ Տիկին Զորաբյանին։ Խնդրեմ, սա ձեր նոր երազած Հայաստանն է։ Խնդրեմ, падգամավորի հանդեպ ուժ է կիրառում։ Եսի չեք անում, падգամավորը։ Խնդրեմ, դեմքդ ֆիքսում եմ, պատասխան եք տալու։ Պատասխան չտվեցին, ոչ էլ դատապարտեցին կանանց նկատմամբ բռնությունը։ Ես չեմ կարծում, որ այնտեղ բռնություն է կիրառվել, ուղղակի ոստիկանները իրենց անվտանգությունից ելնելով փորձել են կին падգամավորներին եւ կարծում եմ նաեւ բոլոր падգամավորներին ճանապարհից հեռացնել եւ բացել ճանապարհը։ Չտեսնված անբարոյական էր, երբ բռնություն կիրառվեց զոհվածների մայրերի նկատմամբ։ Կնամեծար ԿՊԱ-ականները դարձյալ լուռ էին։ Քար անտարբերություն էր, երբ լրագրող Լիլիթ Աղեկյանին գիշերազգեստով ու հողաթափով կալանավորել էին, մերկացրել եւ մարմնի զննում արել։ Կանանց իրավունքների ԿՊԱ-ական պաշտպանները ոչ շորերը պատռեցին, ոչ էլ լալահառաջ ստատուսներ գրեցին։ Բայց ինչի եք բկավում, առանձնային մարդը այդ պատվիճակում է։ Ի վերջո, ինչ սպասել մի իշխանությունից, որի ղեկավարը կնոջ նկատմամբ սեռական բնույթի նվաստացուցիչ այս բառապաշարը ի ցույց դրեց հանրությանը։ Սեռով պայմանավորված խտրականությունն ում շունն է։ Եթե քեռակինն ընդդիմադիր է, դոմփելու ուղարկողը մեծն վարչապետը։ Ռիփսիմե Ջեբեջյան, Վազգեն Հովհաննիսյան, Տրիբյուն AM։